Վերջապես գաղտնազրծվեցին Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Ամենաինտրիգայինը 19 թվականի առաջարկությունն էր, որ միջնորդները ներկայացրել են Հայաստանին ու Ադրբեջանին։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը արձագանքեց այդ փաստաթղթերի հրապարակմանը, տալով իր գնահատականը, որի մասին քիչ անց կխոսենք։ Նաև Հայաստանի ղեկավարը վարչապետը պատասխանել է ազգային ժողովում падգամավորների հարցերին, թե ինչպես է նա ինքը արձագանքել այդ առաջարկություններին։ Ուշագրավն այն է, որ մի քանի անգամ նրան հարցը տալիս են, թե ինչպես ես դու միջնորդների այդ առաջարկություններին արձագանքել։ Նա չունի պատասխան։ Նա ասում է, որ Ադրբեջանը չէր ընդունելու դա։ Ադրբեջանը մեկնաբանում էր, որ հանրաքվեն, որ նախատեսված էր Արցախի համար, պետք է տեղի ունենար իր տարածքում։ Եթե այդպես հեշտ էր, թող նախկինները լուծեին, եթե այդպես լնող բան էր։ Սա հիշեցնում է երկրորդ, երրորդ դասարանի աշակերտի պատասխան, թե ինչու նա դասը լավ չի սովորել։ Եթե նախկինները լուծող լինեին, կլուծեին իսկապես։ Իշխանափոխության իմաստը բա որն էր։ Դա նույնն է, ոնց որ գաս հիմա եւ ասես երկրում կոռուպցիա կա, ինչ է կանում։ Ասի թե կոռուպցիայի դեմ պայքարը այդքան հեշտ էր, թող նախկինները հաղթեին կոռուպցիան, էլ է։ Այսինքն ցանկացած հարցի, ցանկացած պատասխանատվություն կարելի է բարթել նախկինների վրա, ինչը ավանդույթի ուժով շարունակվում է, բայց ըստ էության դրանից ոչինչ չի փոխվում, դրանից ընդհանրապես հասկանում ենք, որ Հայաստանի ղեկավարը տորպեդահարել է բանակցային գործընթացը, հրաժարվել է միջնորդների առաջարկություններից եւ կազուս բելի պատերազմի առիթ տվել Ադրբեջանին հարձակվելու։ Ադրբեջանն է հարձակվել, դա ոչ ոք չի հերքում, բայց ինչպես ցանկացած կոնֆլիկտում, երբ որ ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում ուժ գործադրել, երբեք դա չի անում առանց կազուս բելի, առանց դիմացինի հիմարության, առանց դիմացինի սադրելու, վիրավորանքի, դրդման, երբեք նման բան չի եղել պատմության մեջ, երբ ուժ գործադրվի, նաև միջանձնային հարաբերություններում, հենց այնպես, եթե դիմացինը դրա թեկուզ նա անմեղ լինի, առիթը չի տվել, իր հիմարության, իր ագրեսիվության պատճառով։ Եվ Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հաստատեց, որ Հայաստանի ղեկավարությունը 19 թվականի առաջարկություններից հետո իրեն պահել է սկզբունքորեն անհասկանալի, երբեք ընդառաջ չի գնաց, չի ասել եկեք այս հիմքի վրա բանակցությունը շարունակենք, հակառակը գնացել Արցախում ասել է, որ Արցախը Հայաստան է եւ այսպես շարունակ։ Դրանից հետո եղել է պատերազմ եւ տրամագծորեն 180 աստիճան փոխվել է Հայաստանի դիրքորոշումը, որ Արցախը Ադրբեջան է։ Ինչ պետք է անեն միջնորդներն այս վիճակում, անհայտ է։ Անհայտ է իսկապես, պատկերացրեք դուք եք միջնորդ եւ կողմերից մեկը արկածախնդրությամբ է դիմում, դրդում է պատերազմի, ասելով որ վերջ, այս հարցը փակված է, սա իմն է։ Դա առիթ է տալիս դիմացինին հարձակվելու եւ միջնորդն այստեղ ինչ պետք է անի, մաքսիմում կանգնեցնի պատերազմը եւ ասի եկեք շարունակենք բանակցությունները այն կետից, որտեղ կանգ է առել։ Իսկ ինչ է այդ փաստաթղթում, յուրաքանչյուրը կարող է բացել եւ կարդալ, սիրելի բարեկամներ, դա տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի իդեալական ռեալիզացում էր։ Արցախը չէր ճանաչվում անկախ, բայց Արցախին իրավունք էր տրվում ապագայում անկախանալու։ Այդ փաստաթուղթը դրա մասին էր։ Եթե Հայաստանը ունենար բավարար ուժով լուծելու Արցախի անկախության հարցը, իհարկե դա կաներ։ Եթե դու չունես ուժով լուծելու այդ հնարավորությունը, դու դա պետք է անես դիվանագիտորեն, իրավական հիմքեր նախապատրաստելով, երկարաժամկետ 10 տարի, 30-50 տարի առաջ նայելով, որպեսզի այդ հիմքերը այնպես ցեմենտ բետոնես, որ ապագայում եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի դիմի, դու արդեն ոչ թե 0-ից Արցախի անկախության հարցը լուծես, այլ արդեն որոշակի ֆունդամենտից։ Եվ հիմա կբացատրեմ ինչի մասն է խոսքը։ Ուրեմն հստակ ընդգծվում էր 7 շրջանները տրվում են Ադրբեջանին որոշակի փուլայնությամբ, սկզբում 5, Լաչին Քելբաջարը մնում էր որպես անվտանգության գարանտ, եթե հանկարծ Ադրբեջանը հարձակում գործի։ Անկախ ամեն ինչից Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը կապած էր Հայաստանին, փաստաթղթում այդպես է հստակ գրված։ Տարածքները վերադարձնելուց 5-ը եւ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո Լեռնային Ղարաբաղում ապահովում էր նրա կարգավիճակ այնպեսին, ինչպես այն այդ պահին գոյություն ուներ։ Ձևավորվում էին սեփական իշխանություններ ընտրովի, Ադրբեջանը իրավունք չուներ իր զինված ուժերը մտցնել լղիմի տարածք Լաչինի միջանցքով կպած, Լեռնային Ղարաբաղը պահպանում էր իր զինված ուժերը, այսինքն փաստացի անկախ էր։
Ունենում էր իր ներկայացուցիչները նույնիսկ սա բացառիկ բան է։ Այդ փաստաթուղթը բացեք, կարդացեք, միջազգային կառույցներում իր հարցերի հետ կապված։ Եվ Ադրբեջանը առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների իրավունք չուներ ոչինչ որոշել Արցախի հարցում։ Եվ ուներ իրավունք հանրաքվեի եւ հստակ նշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն հիմա Հայաստանի վարչապետն ինչ ասում, իրեն հարց են տալիս դու ինչպես ես այս առաջարկության պատասխանել։ Նա ասում է դե Ադրբեջանը դա իր ձև էր մեկնաբանում։ Դա հնարավոր չէր, դա լնող բան չէր։ Ասում եմ ո՞նց էր մեկնաբանում։ Ասում է Ադրբեջանը ասում էր, որ դա իր ամբողջ տարածքում պետք է տեղի ունենար նման անորոշություն կար ձևակերպումներում։ Տեսեք, իրավական փաստաթուղթը ունի որոշակիություն։ Բացեք, կարդացեք, այնտեղ գրված է Լեռնային Ղարաբաղի բնակչության հանրաքվե։ Այնտեղ գրված չէ Ադրբեջանի բնակչություն։ Սա այնքան պարզ է ակնհայտ։ Անկամ եթե Ադրբեջանը միակողման ինչ-որ բան է մեկնաբանում, դա իր խնդիրն է։ Դու ոչ թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն ես, այլ Հայաստանի եւ պետք է տանես Հայաստանի մեկնաբանությունները առաջ, Հայաստանի դիրքորոշումներն ու շահերը։ Դու ինչ ես մեկնաբանում Ադրբեջանին եւ արդարացնում այն, ասելով որ Ադրբեջանը չէր ընդունում, դե չէր լինի։ Ջահինամաթ չէր ընդունում։ Ադրբեջանի ընդունելով եթե լիներ 30 տարի այս կոնֆլիկտը չէր շարունակվի, այն ընդհանրապես չէր լինի։ Ահա այսպիսի աբսուրդ արդարացումներ ու պատասխաններ, որ ես չեմ ուզում դրանք ցույց տալ ազգային ժողովում այդ քննարկումները, որովհետեւ ցանկացած բանական մարդու ինֆարկտ կարող է հասցնել այդ մերկապարանոց դատարկ եւ պետության ղեկավարությանը ոչ հարիր պատասխաններ։ Դրանք իհարկե ինքնարդարացումներ են։ Իսկ ինչ պետք է աներ Հայաստանի ղեկավարությունը։ Պետք է ասել այո, եկեք այս հիմքի վրա բանակցությունները շարունակենք, հասկանալու որտեղ կարող ենք փոխզիջումային ինչ-որ լուծում գտնել։ Եվ մենք արդյալով փաստաթուղթը տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ամենակարևորը ստանում էր հանրաքվեով իր ապագան որոշելու իրավունք։ Դա գիտեք ինչ կարևոր բան է, եթե Ադրբեջանը դրա տակ ստորագրում է։ Եվ նոյեմբերի 9-ին նա փաստացի ստորագրեց, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով առանձին մի սուբյեկտ է։ Ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով կպած լինել Հայաստանին անգամ նոյեմբերի 9-ի պարտության փաստաթղթով, եթե այն Ադրբեջանից առանձին չէ։ Սա այնքան ակնհայտ բան է։ Ինչպես կարող է միջազգային խաղաղապահ ուժ կոնտինգենտ գալ մի երկրի տարածքում, հենց նրանց գալը նշանակում է, որ այդ տարածքը Ադրբեջանինը չէ։ Բայց Հայաստանի ղեկավարը գնաց Պրահա եւ ամբողջը ճանաչեց Ադրբեջան, դրանից հետո անխոչնդոտ ճանապարհ տվեց Նախիջևան եւ դա համարում է փայլուն մի քաղաքականություն, փայլուն արդյունք Հայաստանի պետականաշինության գործընթացում։ Բոլորի համար ակնհայտ է արդեն, որ տեղի է ունեցել ուղղակի աշխարհակաղակական գործարք միջնորդներից առանձին։ Սա եղել է Հայաստան-Ադրբեջան ղեկավարության Թուրքիայի միջնորդությամբ թերևս սեպարատ հայ ժողովրդի թիկունքում կնքված գործարք։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջը հնազանդորեն Հայաստանի ղեկավարության կողմից կատարելը դրա տիպիկ օրինակն է։ Դա սեպարատ գործընթաց էր միջնորդներից եւ այստեղ միջնորդներին օրինակ այս փաստաթղթերի բացահայտումից հետո այլևս ասելիք էլ չկա։ Մարդիկ երեք սկզբունքները տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները մաքսիմալ կառուցել են այդ փաստաթղթի մեջ։ Նայում ես, ուղղակի ապշում ես, թե ինչպես են ծերը ծերին այսպես կպցրել, որպեսզի այդ սկզբունքներից յուրաքանչյուրը մաքսիմալ ռեալիզացվի։ Եվ ասում եմ, ամենակարևորը Լեռնային Ղարաբաղը ստանում է հենց հանրաքվեով անկախանալու իրավունք։ Այլ հարց դա կիրացվեր, հետո կիրացվեր, երբ կկիրացվեր։ Գուցե հանրաքվեով լղիմը դառնար ինքնաբար հանրապետություն, որը ֆունդամենտն է իմ ասած, որ եթե ապագայում Ադրբեջանը նորից ագրեսիայի դիմեր, նա արդեն որպես հանրապետություն այդ կարգավիճակից անկախանալ ընդամենը 5 րոպեվա պատմություն է լինելու։ Իսկ այսօր ոչնչից այլևս անհնար է թվում ինչ-որ բան հետագայում ունենալը։ Իսկ այն ժամանակ մենք կունենայինք 5 պակաս անկախությունից։ Եվ պատկերացնում եք դա մերժվել է։ Եվ այստեղ հարց է առաջանում, մերժել ես, որովհետև անկախությունը երաշխավորված չէր, կարգավիճակը երաշխավորված չէր Արցախի։ Դե եթե այդպես ուժեղ տղա էր, որ պաշտպանում է իր անկախությունը Արցախի, ճանաչեիր հստակ, իրավաբանորեն։ Կնքեիր Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագիր եւ հաստատեիր դիվանագիտական հարաբերություններ, բացեիր դեսպանատում, եթե դու համարում էիր, որ Արցախը պետք է անկախ լինի։ Բայց դա էլ չի արվել։ Այստեղ արդեն մատնվում է, չէ, որ խնդիր չի եղել Արցախը անկախացնելու։ Եղել է ուղղակի խնդիր հայ ժողովրդի թիկունքում եւ միջնորդներից դուրս
Բառացիորեն Հայաստան-Ադրբեջան ղեկավարություն եւ Թուրքիայի ղեկավարություն պայմանավորվածություն։